սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, որ դուք կարծես ավելորդ եք, որ ուրիշներն ավելի կարևոր են, որ ավելի տաղանդավոր են, ավելի օգտակար են։ Ներսում մի ձայն, բայց ասում է, ինձ ինչ օգուտ կա, բայց այսօր Աստված ասում է մի լրիվ հակառակ բան։ Այս ճշմարտությունը բացահայտում է Կորինթացիներին ուղղված առաջին նամակի 12-րդ գլխում։ Մեկին իմաստության խոսք է տրված հոգու կողմից, մյուսին գիտության խոսք, ըստ նույն հոգու, մեկ ուրիշին հրաշագործ հավատ, նույն հոգու միջոցով, մեկ ուրիշին բժշկության շնորհ, նույն հոգու միջոցով, մեկ ուրիշին հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին հոգիների զանազանում, մեկ ուրիշին տեսակ լեզուներ, մեկ ուրիշին լեզուների թարգմանություն, բայց այս ամենը միևնույն հոգին է հաջողում, բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։ Ինչպես որ մարմինը մեկ է եւ բազում անդամներ ունի եւ մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաեւ Քրիստոս, որովհետեւ մենք ամենքս հրյա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար եւ ամենքս էլ նույն հոգուց խմեցինք, քանի որ մարմինը մեկ անդամից չէ կազմված, այլ բազում անդամներից։ Եվ ոտքն ասի, եթե ոտքն ասի, քանի որ ձեռք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում, չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ Եթե ականջն ասի, քանի որ աչք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում, չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտեղ կմնար ականջը, եւ եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտեղ կմնար հոտոտելիքը։ Բայց Աստված անդամները նրանցից յուրաքանչյուրը դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ, իսկ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, որտեղ կմնար մարմինը, բայց անդամները բազում են, իսկ մարմինը մեկ։ Աչքը չի կարող ձեռքին ասել, թե ինձ պետք չես, ոչ էլ գլուխը ոտքերին, թե ինձ պետք չեք։ Ընդհակառակը մարմնի այն անդամները, որ ավելի տկար են թվում, ավելի կարևոր են, այն անդամներին, որ ավելի անարգ են թվում, առավելագույն պատիվ են տալիս, եւ մեր ամոթույքն էլ ավելի պարկեշտությամբ են ծածկում, մինչդեռ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Աստված կազմեց մարմինը եւ նվազ պատվավորին ավելի պատիվ տվեց, որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգացություն ունենան միմյանց նկատմամբ, եւ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Դուք Քրիստոսի մարմինն եք եւ անդամները առանձնաբար։ Ամեն։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, սովորաբար Աստված ասում է, որ դու անփոխարինել ես Աստծո ծրագրում։ Պողոսը խոսում է տարբեր շնորհների մասին՝ իմաստության խոսք, գիտության խոսք, հավատ, բժշկություն, մարգարեություն, բայց հետո ասում է մի կարևոր բան. այս ամենը տալիս է նույն հոգին։ Սիրելի հետևորդներ, քո ունեցած շնորհները պատահական չեն, դրանք տրված են քեզ նպատակով։ Բացահայտիր քո քեզ տրվածները եւ օգտագործիր դրանք ծառայության համար։ Առաքյալը տալիս է մի պարզ, բայց հզոր պատկեր։ Եկեղեցի նման է մարմնին։ Մարմինը մեկ է, բայց ունի շատ մասեր։ Տարբեր լինելը խնդիր չէ, դա Աստծո ծրագրի մասին է։ Մի համեմատիր քեզ ուրիշների հետ։ Աստված քեզ ստեղծել է յուրահատուկ։ Պողոս առաքյալն ասում է, եթե ոտքն ասի ես ձեռք չեմ, ուրեմն պետք չեմ, դա չի նշանակում, որ նա մաս չէ։ Սա շատ իրական խնդիր է։ Շատ մարդիկ իրենց անարժեք են զգում, քանի որ չեն տեսնում իրենց դերը։ Սիրելի հետևորդ, քո դերը կարող է փոքր թվալ, բայց այն կարևոր է։ Մի թերագնահատիր այն, ինչ կարող ես անել։ Փոքր ծառայությունները մեծ արժեք ունեն Աստծո աչքում։ Առաքյալը նաև զգուշացնում է մյուս ծայրահեղությունից։ Ոչ ոք չի կարող ասել մյուսին, քեզ պետք չեմ։ Եկեղեցում չկա ավելորդ մարդ, սովորիր գնահատել ուրիշների ծառայությունը։ Առաքյալն ասում է, մի զարմանալի բան, մարմնի թույլ մասերը ավելի անհրաժեշտ են։ Սա հակառակն է աշխարհի մտածելակերպին։ Աշխարհը մեծարում է ուժեղներին, Աստված նաև թույլերին։ Եթե դու քեզ թույլ ես զգում, դա չի նշանակում, որ դու անպետք ես։
Թուլության մեջ էլ կարող ես ծառայել եւ օգտակար լինել։ Առաքյալն ասում է, եթե մի անդամ տառապում է, բոլորն են տառապում։ Եթե մեկը փառավորվում է, բոլորն են ուրախանում։ Սա համայնքի իրական պատկերն է։ Քրիստոնեական կյանքը միայն անհատական չէ, այն նաև համայնքային կյանք է։ Սովորիր կիսել ուրիշների ցավը, ուրախանալ ուրիշների հաջողությամբ։ Այս հատվածի գագաթնակետը սա է. դուք Քրիստոսի մարմինն եք։ Սա նշանակում է, մենք միասին ներկայացնում ենք Քրիստոսին։ Մեր կյանքը պետք է արտացոլի նրան։ Քո կյանքը միայն քոնը չէ, այն նաև վկայություն է։ Ապրիր այնպես, որ քո միջոցով մարդիկ տեսնեն Քրիստոսին։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. քո շնորհները Աստծուց են։ Դու կարևոր ես, անգամ եթե քեզ փոքր ես զգում։ Չպետք է համեմատել ուրիշների հետ։ Եկեղեցում չկա ավելորդ մարդ։ Թույլերն էլ կարևոր են։ Մենք կոչված ենք ապրել որպես մեկ մարմին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե երբևէ մտածել եք, ես ինչ կարող եմ անել, լսեք այս խոսքը. դու Քրիստոսի մարմնի մասն ես։ Եթե դու չլինես, ինչ-որ բան կպակասի, եթե դու ծառայում ես, ինչ-որ բան կլրացվի։ Այսօր մի թերագնահատիր քեզ, մի համեմատիր քեզ ուրիշների հետ, գտիր քո տեղը, օգտագործիր քո շնորհը եւ ծառայիր սիրով, եւ այդ ժամանակ քո կյանքը կդառնա կենդանի վկայություն Աստծո ներկայության մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ տարածել, որպեսզի շատ քրիստոնյաների հասնել լինի Աստծո խոսքը։